Առաջին դարի Երուսաղեմը կառավարվում էր մարդկանց կողմից, ովքեր ապրում էին թագավորների պես, բայց պատասխանատու էին Հռոմի արջ։ Հերովդես Անտիպասը վերահսկում էր Գալիլեան Պերեան շրջապատված շքեղությամբ, ինտրիգներով, քաղաքական ամուսնություններով։ Նրա առաջին կինը օտարերկրյա թագավորի դուստր էր, մի դաշինք, որն ապահովում էր խաղաղություն սահմաններին, սակայն Հռոմ կատարած ճանապարհորդության ժամանակ Անտիպասը հանդիպեց իր սեփական եղբոր կնոջը, և որոշեց, որ ուզում է նրան իր համար, այն, ինչ թվում էր ընդամենը Հերովդեսյան Բերնախավի հերթական ընտանեկան սկանդալը, ի վերջո կարժենա իր սերնդի մեծագույն Մարգարեի կյանքը։ Հասկանալու համար, թե ինչպես ծննդյան խնջույքը վերածվեց մահապատժի բեմի, դուք պետք է ճանաչեք այս ողբերգության մեջ ներգրավված կերպարներին, և պետք է հասկանաք, որ ոչինչ պատահական չի եղել, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր հանդիպում, հրապարակավ ասված յուրաքանչյուր բառ ստեղծեց իրադարձությունների մի շղթա, որը պիտի գագաթնակետին հասներ արծաթե սկուտեղի վրա, որը կրում էր մի արդար մարդու գլուխը։ Մտածեք այս ընտանիքի բարդության մասին։ Հերովդես Անտիպասը Հերովդես Մեծի որդին էր, այն նույն թագավորի, ով հրամայեց Բեթղեհեմում մանուկների կոտորածը, փորձելով ոչնչացնել մանուկ Հիսուսին, երբ ձեր Հերովդեսը մահացավ Քրիստոսից առաջ 4-րդ թվականին։ Նրա տարածքը բաժանվեց ողջ մնացած որդիների միջ, Արքեղայոսը ստացավ Հրեաստանը Սամարյան, Փիլիպոսը ստացավ հյուսիսային հյուսիսարևելյան շրջանները, իսկ Անտիպասը ստացավ Գալիլեան Պերեան, կառավարելով որպես չորրորդապետ, տետրարք, մի տիտղոս, որը նշանակում էր չորրորդ մասի կառավարիչ, նա պաշտոնապես թագավոր չէր, բայց ապրում էր թագավորի պես, շքեղ պալատներ Տիբերիայում Սեփորիսում, անվերջանալի խնջույքներ, բացարձակ իշխանություն իր հպատակների կյանքի մահվան վրա։ Անտիպասի տարածքը նշանակալի էր, Գալիլեան ուներ մոտավորապես 80 կիլոմետր հյուսիսից հարավ, 40 կիլոմետր արևելքից արմուտք, այն բերրի տարածաշրջան էր, խիտ բնակեցված, բարգավաճ գյուղերով, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ։ Գալիլեայի ծովը, որն իրականում Քաղցրահամ լիճ է, մոտ 21 կիլոմետր երկարությամբ, պահում էր ձկնորսական արդյունաբերությունը, որն աղի ձուկ էր արտահանում ամբողջ կայսրությունով մեկ, Պերեան գտնվում էր Հորդանան գետի մյուս կողմում, մի հողաշերտ, որը ձգվում էր Արելյան ափի երկայնքով։ Այս ամենը կառավարելու համար Անտիպասը պահում էր բարդ արքունիք, հարկահավաքներ, ռազմական սպաներ, դպիրներ, խորհրդականներ և տեղեկատուների ցանց, որը նրան տեղյակ էր պահում իր տիրույթներում տեղի ունեցող ամեն ինչի մասին։ Անտիպասի առաջին ամուսնությունը զուտ ռազմավարական էր, նա ամուսնացավ նապաթեացիների թագավոր Արետաս Էվիդստեր հետ։ Նապաթեացիները արաբ ժողովուրդ էին, որոնք վերահսկում էին Հրեաստանի հարավում արևելքում գտնվող անապատի կարևոր արտրային ուղիները։ Նապաթեական թագավորության մայրաքաղաքը Պետրան էր, կարմիր ժայռերի մեջ փորագրված քաղաքը, որը մինչ օրս տպավորում է այցելուներին։ Այս միությունը երաշխավորում էր խաղաղություն սահմանին, տնտեսական օգուտներ երկու կողմերի համար, տարիներ շարունակ այս պայմանավորվածությունը կատարյալ գործում էր։ Բայց հետո եկավ այն ճանապարհորդությունը, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Շատ մարդիկ գիտեն այս պատմության հատվածները, լսել են Հովհաննես Մկրտչի մասին, Հերովդեսի մասին, գուցե մի պարի մասին, որն ավարտվեց մահով, բայց քչերն են հասկանում այս իրադարձությունների հետում թաքնված հոգոր խորությունը, գոյություն ունի մի ուղերձ, որն անցնում է դարերի միջով, ուղղակիորեն խոսում է քաջության, ճշմարտության իշխանությանը դիմակայելու գնի մասին։ Եթե ցանկանում եք գնալ մակերեսից այն կողմ հասկանալ, թե իրականում ինչ էր վտանգված, ոչ միայն քաղաքականապես, այլ հոգորապես, ես պատրաստել եմ մի թվային գիրք, որը կոչվում է Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը։ Այս նյութը բացահայտում է աստվածաշնչյան կապեր, որոնք մարդկանց մեծ մասը երբեք չի նկատել, և Հովհաննես Մկրտիչը հենց նա էր, ով պատրաստեց Հիսուսի ճանապարհը։ Մուտք գործելու համար շատ պարզ է։ Հիմա ձեր էկրանին հայտնվում է քառակուսի կոդ, վերցրեք ձեր հեռախոսը, բացեք տեսախցիկի հավելվածը, ուղղեք դեպի այդ կոդը, ավտոմատ կերպով կհայտնվի հղում, պարզապես սեղմեք դրա վրա, դուք անմիջապես մուտք կունենաք թվային գրքին։ Եթե նախընտրում եք հղումը, նա այս տեսանյութի նկարագրության մեջ է, հեռախոսով սեղմեք տեսանյութի վերնագրի կամ ավելին բառի վրա, ամբողջական նկարագրությունը տեսնելու համար, համակարգչով կամ հեռուստացույցով հղումը հայտնվում է անմիջապես տեսանյութի տակ։ Հազարավոր մարդիկ արդեն խորացնում են իրենց հավատքը այս ընթերցանության միջոցով, և երբ դուք մուտք եք գործում, դուք նա օգնում եք այս ալիքը ակտիվ պահել, շարունակելու բերել այսպիսի բովանդակություն։ Մուտք գործեք հիմա ներքում մեկնաբանեք ամեն, որպեսզի ես իմանամ, որ դուք հետում եք այս ճանապարհորդությանը։ Հերովդես Անտիպասը Հռոմ մեկնեց քաղաքական դրդապատճառներով, կայսրության մայրաքաղաքն այնտեղ էր, որտեղ կայացվում էին իրական որոշումները, որտեղ սակարկվում էին շնորհները, հաստատվում դաշինքները։
Կեսարիայից մինչ իտալական Ափ ծովային ճանապարհորդությունը տում էր մոտ 2 շաբաթ բարենպաստ պայմաններում, այնտեղից դեռ պետք էր անցնել Ափիոսյան ճանապարհով մինչ հասնել այն քաղաքին, որը կառավարում էր հայտնի աշխարհը։ Այս կեցության ընթացքում Անտիպասը հյուրընկալվեց իր խորթ եղբոր տանը, ում անունը նույնպես Հերովդես էր, Հերովդես Մեծի քահանայապետի դուստր Մարիամի որդին։ Շփոթմունքից խուսափելու համար պատմաբանները սովորաբար նրան անվանում են Հերովդես Փիլիպոս, թե նա նույն Փիլիպոսը չէր, ով կառավարում էր հյուսիսային չորրորդապետությունը։ Այս Հերովդեսը Հռոմում ապրում էր որպես մասնավոր քաղաքացի, առանց քաղաքական պաշտոնի, հորից ժառանգած հարստության հաշվին։ Այս եղբոր տանը Անտիպասը հանդիպեց Հերովդիադային։ Նա Հերովդես Մեծի թոռնուհին էր, Արիստոբուլոսի դուստրը, այն արքայազններից մեկի, ում սեփական պապը հրամայեց մահապատժի ենթարկել դավադրության կասկածանքով Քրիստոսից առաջ 7 թվականին։ Հերովդեսյան ընտանիքը ուներ ներքին դավաճանությունների արյունոտ պատմություն։ Ծեր Հերովդեսը սպանեց իր սեփական 3 որդիներին, ինչպես նա մի կնոջ բազմաթիվ այլ հարազատների։ Հերովդիադան մեծացել էր պալատական պարանոյայի բռնության այս մթնոլորտում։ Նա ամուսնացել էր իր հորեղբայր Հերովդես Փիլիպոսի հետ, հետելով այն ժամանակվա սովորույթներին թագավորական ընտանիքների միջ, որոնք ձգտում էին իշխանությունը պահել սեփական տոհմի մեջ։ Հարազատների միջ ամուսնությունները սովորական էին հելլենիստական արիստոկրատիայի մեջ։ Եգիպտոսի Կլեոպատրան հաջորդաբար ամուսնացել էր իր 2 եղբայրների հետ, Պտղոմեոսյան դինաստիան սերունդներ շարունակ կիրառում էր քույր-եղբայր ամուսնությունները։ Հերովդեսյանների համար հորեղբոր կամ զարմիկի հետ ամուսնանալը լիովին ընդունելի էր։ Բայց հիմա մեկ այլ հորեղբայր էր ցանկանում նրան։ Այն, ինչ սկսվեց այդ այցելության ժամանակ, մանրամասն արձանագրված չէ, ավետարանները պատմաբան Փլավիոս Հովսեփոսի գրվածքները հիշատակում են միայն արդյունքը։ Հերովդես Անտիպասը Հերովդիադան հարաբերուց ուններ սկսեցին, երբ նա դեռ ամուսնացած էր նրա եղբոր հետ, 2 միաժամանակյա շնություններ, նա դավաճանում էր իր նապաթեացի կնոջը, իսկ կինը դավաճանում էր իր ամուսնուն, եւ այս ամենը տեղի էր ունենում հենց դավաճանված մարդու տանը։ Մտածեք այս որոշման հանդգնության մասին։ Անտիպասը ոչ միայն քանդում էր իր քաղաքական ամուսնությունը, նա ուղղակիորեն խախտում էր Մովսեսի օրենքը։ Խտական գրքի 18-րդ գլխի 16-րդ համարը հստակ արգելում է տղամարդուն վերցնել իր եղբոր կինը։ Քանի դեռ եղբայրը ողջ է, միակ բացառությունը լիրատյան ամուսնությունն էր, որը նկարագրված է 2-րդ օրենքի 25-րդ գլխում, երբ եղբայրը մահանում էր առանց զավակ թողնելու, ողջ մնացածը պետք է սերունդ բարձրացներ հանգուցյալի համար։ Բայց Հերովդես Փիլիպոսը ողջ էր, եւ Հերովդիադայի հետ դուստր ուներ, երիտասարդ Սալոմեն, ով այն ժամանակ պետք է լիներ մոտ 12-ից 14 տարեկան։ Այնուամենայնիվ, երկուսը որոշեցին պաշտոնականացնել միությունը։ Հերովդիադան թողեց ամուսնուն Հռոմում Անտիպասի հետ մեկնեց Գալիլեա։ Անտիպասի նապաթեացի կինը, իմանալով դավաճանության մասին, չսպասեց հրապարակավ նվաստացմանը, նա փախավ նախքան չորրորդապետի վերադառնալը, նա անցավ գալիլեական տարածքով դեպի հարավ, հասավ Մաքերոնի բերդը, հեգնականորեն այն նույն վայրը, որտեղ հետագայում պիտի բանտարկվեր Հովհաննես Մկրտիչը, այնտեղից ուղղորդվեց նապաթեական մայրաքաղաք, հոր կողմից ուղարկված պահակախմբի պաշտպանության ներքո։ Արետասևը ընդունեց իր նվաստացած դստերը, սկսեց վրեժխնդրություն ծրագրել, բայց նա համբերատար էր։ Նապաթեացիների Անտիպասի միջ պատերազմը պիտի գար մի քանի տարի անց ճիշտ պահին, եւ երբ այն եկավ, հանգեցրեց չորրորդապետի համար այնպիսի նվաստացուցիչ պարտության, որ շատ հրեաներ այն մեկնաբանեցին որպես աստվածային պատիժ։ Բայց մենք առաջ ենք ընկնում։ Նոր ամուսնության սկանդալը շաբաթների ընթացքում տարածվեց ամբողջ Հրեաստանում Գալիլեայում, արդրային քարավանները լուրերը տանում էին ապրանքների հետ միասին, ճանապարհորդները քննարկում էին շուկաներում, քահանաները քննարկում էին դեպքը տաճարի գավիթներում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ չորրորդապետը լքել էր իր օրինական կնոջը, սեփական եղբոր կնոջ հետ ապրելու համար։ Կրոնական առաջնորդները գիտեին, որ դա սխալ է, ժողովուրդը ցածրաձայն խոսում էր, բայց ուղղակիորեն դիմակայել կառավարչին։ Դա չափազանց վտանգավոր էր։ Անտիպասը լիազորություն ուներ բանտարկելու, տանջելու, մահապատժի ենթարկելու յուրաքանչյուրին, ում կհամարեր սպառնալիք, նրա տեղեկատուների ցանցը ամենուր էր, չորրորդապետին բացահայտ քննադատելը նշանակում էր վտանգել սեփական կյանքը։ Ով քաջություն ունեցավ դա անելու, մի մարդ էր, ով ապրում էր անապատում, հագնում էր ուղտի բրդից շորեր, սնվում էր մորեխներով ու վայրի մեղրով քարոզում էր Հորդանան գետի ափին, նրա անունը Հովհաննես էր, Զաքարիա քահանայի Եղիսաբեթի որդին, ով Հիսուսի մոր Մարիամի ազգականն էր։ Հովհաննես Մկրտիչը ոչ մի տեղից չհայտնվեց, նրա ծնունդը ավետվեց Գաբրիել հրեշտակի կողմից, նույն երկնային պատգամաբերի, ով 6 ամիս անց պիտի այցելեր Մարիամին Նազարեթում։ Պատմությունը Ղուկասի ավետարանի առաջին գլխում է, Զաքարիան Աբիայի դասի քահանա էր։
24 խմբերից մեկը, որոնք հերթով ծառայում էին տաճարում, Եղիսաբեթը Ահարոնի սերնդից էր, ինչը նշանակում էր, որ Հովհաննեսը երկու կողմից էլ քահանայական ծագում ուներ։ Զույգը տարեց էր զավակ չուներ, այն ժամանակվա հրեական մշակույթում ամլությունը դիտվում էր որպես մեծ տխրություն, գրեթե որպես անեծք, բայց մինչ Զաքարյան ծառայում էր սրբարանում խունկ վառելով ոսկե սեղանի վրա, հրեշտակը հայտնվեց ավետեց, որ Եղիսաբեթը որդի կհղիանա։ Զաքարյան կասկածեց, հարցրեց, թե ինչպես կարող է վստահ լինել, քանի որ ինքը ծեր է, կինը նույնպես, այս կասկածի պատճառով նա համր մնաց ամբողջ հղիության ընթացքում, 9 ամիս չկարողանալով ոչ մի բառ ասել, նա վերակտավ իր ձայնը միայն տղայի թլպատության օրը, երբ հաստատեց, որ անունը Հովհաննես կլինի, ինչպես հրեշտակն էր հրահանգել։ Արգանդից սկսած Հովհաննեսը նվիրաբերված էր, հրեշտակն ասաց, որ նա մեծ կլինի Տիրոջ առջ, գինի օղի չի խմի, լցված կլինի Սուրբ Հոգով Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը, նրա առաքելությունն էր պատրաստել մի ժողովուրդ Մեսիայի համար։ Ղուկասը հիշատակում է, որ մանուկը աճում զորանում էր հոգով անապատներում էր մինչ այն օրը, երբ հայտնվեց Իսրայելին, որոշ գիտնականներ կարծում են, որ Հովհաննեսը կարող էր կապ ունենալ եսենների հետ, մի ճգնավոր հրեական համայնք, որն ապրում էր Հրեաստանի անապատում Մեռյալ ծովի մոտ, Կումրանում հայտնաբերված ձեռագրերը ցույց են տալիս, որ եսենները նույնպես կիրառում էին ծիսական լվացումներ, սպասում էին մի ազատարարի գալստյանը, բայց դա ենթադրություն է, այն, ինչ մենք հաստատ գիտենք, այն է, որ Հովհաննեսը ապրել է խստակյաց կյանքով, քաղաքներից հեռու, պատրաստվելով իր առաքելությանը։ Երբ Հովհաննեսը սկսեց քարոզել մոտավորապես Քրիստոսից հետո 28 կամ 29 թվականին, բազմությունները եկան նրան լսելու, Երուսաղեմը գտնվում էր մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ նա մկրտում էր, այնտեղ, որտեղ Հորդանանը թափվում է Մեռյալ ծովը, մարդիկ քայլում էին ժամերով կամ նույնիսկ օրերով նրան հասնելու համար։ Հովհաննեսի արտաքինը տպավորիչ էր, ուխտի բրդից հագուստը հիշեցնում էր Եղիա մարգարեին, ով թագավորած 4-րդ գրքում նկարագրված է նմանատիպ զգեստներով, կաշվե գոտին մեջքին լրացնում էր անապատի մարդու կերպարը, ով զուրկ էր որե շքեղությունից, նրա սննդակարգը, մորեխներ վայրի մեղր, ցույց էր տալիս լիակատար հրաժարում քաղաքակիրթ աշխարհի հարմարավետություններից, մորեխները համարվում էին օրենքով թույլատրված սնունդ, համաձայն Խտական 11-րդ գլխի, մինչ օրս սպառվում են մերձավոր արելքի որոշ շրջաններում։ Պատմաբան Ֆլավիոս Հովսեփոսը, ով քրիստոնյա չէր, իր հրեական հնախոսությունը աշխատության մեջ հաստատում է, որ Հովհաննեսը բարի մարդ էր, ով հորդորում էր հրեաներին առաքինություն գործել, արդարություն կիրառել միմյանց նկատմամբ բարեպաշտություն։ Աստծո նկատմամբ Հովսեփոսը հիշատակում է, որ շատերը գալիս էին լսելու նրա խոսքերը, որ Հերովդեսը հրամայեց սպանել նրան, վախենալով, որ նրա ազդեցությունը կարող է ապստամբություն առաջացնել։ Այս արտաքին հաստատումը կարևոր է, այն ցույց է տալիս, որ Հովհաննեսը ոչ միայն քրիստոնյաների կողմից հիշվող կրոնական կերպար էր, այլ պատմական անձնավորություն, ճանաչված նույնիսկ նրանց կողմից, ովքեր չէին հետում Հիսուսին։ Մկրտությունը, որ Հովհաննեսն առաջարկում էր, նույնը չէր, ինչ Հիսուսը պիտի հաստատեր հետո, դա ապաշխարության մկրտություն էր մեղքերի թողության համար, ներքին փոփոխության արտաքին խորհրդանիշ։ Մարդիկ հրապարակավ խոստովանում էին իրենց մեղքերը ընկղմվում Հորդանանի ջրերի մեջ, որպես մաքրման նոր կյանքի հանձնառության նշան։ Փարիսեցիներն ու սադուկեցիները նույնպես գալիս էին մկրտվելու, եւ Հովհաննեսը նրանց ուղղակիորեն դիմակայում էր։ Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից, ապաշխարության արժանի պտուղներ տվեք, մի սկսեք ասել ձեր մտքում, մենք Աբրահամին ունենք որպես հայր, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից Աբրահամի համար որդիներ հարուցել։ Այս մարդը չէր վախենում կրոնական իշխանություններից։ Զինվորները եկան հարցնելու, թե ինչ պետք է անեն, Հովհաննեսը պատասխանեց. Զրպարտություն մի արեք, ոչ մեկին սուտ մի մեղադրեք, բավարարվեք ձեր թոշակով, հարկահավաքները նույնը հարցրին, պատասխանը, սահմանվածից ավելին մի պահանջեք։ Ուղերձը գործնական էր, ուղղակի, կիրառելի, դա վերացական փիլիսոփայություն չէր, դա վարքագծի փոփոխություն էր։ Եվ հետո Հիսուսը եկավ մկրտվելու։ Հովհաննեսը վարանեց, ասաց, որ ինքն է, որ պետք է մկրտվի Հիսուսի կողմից, ոչ թե հակառակը, նա ճանաչեց, թե ով է կանգնած իր առջ, բայց Հիսուսը պնդեց, ասելով, որ այսպես վայել է կատարել ամեն արդարություն, Հովհաննեսը զիջեց։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, արձանագրված է բոլոր 4 ավետարաններում, մկրտությունից հետո, երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա, եւ երկնքից մի ձայն հայտարարեց. Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը։ Հովհաննեսը վկա եղավ այս ամենին։ Հաջորդ օրը, տեսնելով Հիսուսին անցնելիս, հրապարակավ հռչակեց.
Ահա Աստծո գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը, նրա աշակերտներից երկուսը լսեցին սկսեցին հետել Հիսուսին, նրանցից մեկը Անդրեասն էր, ով հետո գտավ իր եղբորը Սիմոն Պետրոսին։ Հովհաննեսի առաքելությունը կատարվում էր, նա պատրաստել էր ճանապարհը, հիմա Մեսիան ներկա էր։ Բայց Հովհաննեսը չդադարեց քարոզել և չդադարեց դատապարտել մեղքը, ներառյալ հզորների մեղքը։ Երբ իմացավ Հերովդես Անտիպասի Հերովդիադայի ամուսնության մասին, Հովհաննեսը սկսեց բացահայտորեն դատապարտել այն, նախադասությունը արձանագրված է Մատթեոսի 14-րդ, Մարկոսի 6-րդ գլուխներում։ Քեզ օրինավոր չէ ունենալ քո եղբոր կնոջը։ Մի քանի բառ։ Մահվան դատավճիռ։ Դիտեք, թե ինչ էր անում Հովհաննեսը, նա չքննադատեց Հերովդեսին անորոշ եզրույթներով, նա ընդհանուր չխոսեց կառավարիչների անբարոյականության մասին, նա նշեց կոնկրետ մարդու կոնկրետ մեղքը, նա հստակ ասաց, որ այդ ամուսնությունը անօրինական էր ըստ Աստծո օրենքի։ Մարկոսի կողմից օգտագործված հունարեն բայը ցույց է տալիս, որ Հովհաննեսը դա ասում էր բազմիցս, դա մեկանգամյա հայտարարություն չէր, դա շարունակական հրապարակային համառ մեղադրանք էր։ Կարող եք պատկերացնել Հերովդիադայի արձագանքը։ Նա լքել էր ամուսնուն, դիմակայել սոցիալական սկանդալին, փոխել երկիրը, ամբողջությամբ վերսկսել կյանքը Անտիպասի հետ լինելու համար, և հիմա անապատի մի քարոզիչ, մեկը, ով ուխտի բուրդ էր հագնում միջատներ ուտում, ամբողջ ժողովրդին ասում էր, որ իրենց միությունը անօրինական է, որ նա ապրում է շնության մեջ, որ Գալիլեայի չորրորդապետը օրենքի զանցառու է։ Նվաստացումը անտանելի էր։ Մարկոսի 6-րդ գլուխը արձանագրում է, որ Հերովդիադան ոխ էր պահում նրա դեմ ուզում էր սպանել նրան, հունարեն էնեկը բայը ցույց է տալիս խորը ոխ, համառ դժգոհություն, իսկ ուզում էր սպանել բայը անկատար ժամանակով է, ինչը ցույց է տալիս շարունակական ցանկություն, ոչ թե պահի ազդեցություն, նա սնում էր այդ ատելությունը օրեցօր։ Բայց նա չէր կարողանում իրականացնել իր ծրագիրը, ինչու՞։ Որովհետև Հերովդես Անտիպասը պաշտպանում էր Հովհաննեսին։ Սա պատմության ամենահետաքրքիր մասերից մեկն է, հենց այն կառավարիչը, ում Հովհաննեսը հրապարակավ քննադատում էր, նրան ողջ էր պահում, Մարկոսը բացատրում է, որ Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից, գիտենալով, որ նա արդար սուրբ մարդ է։ Չորրորդապետը պաշտպանում էր նրան, և երբ լսում էր նրան, շատ էր շփոթվում, բայց հաճույքով էր լսում նրան։ Պատկերացրեք այս իրավիճակը, չորրորդապետը հրամայում էր բանտից բերել բանտարկյալին, նստում էր նրա հետ զրուցելու, լսում էր նրա խոսքերը ապաշխարության աստվածային արդարության մասին, անհանգստանում էր, հետո նրան հետ էր ուղարկում զնդան։ Այս շրջափուլը կրկնվեց մի քանի անգամ այն ժամանակահատվածում, երբ Հովհաննեսը բանտարկված էր։ Ինչպիսի՞ զրույցներ էին նրանք ունենում, տեքստը չի մանրամասնում, բայց մենք կարող ենք պատկերացնել Հովհաննեսին խոսելիս մեղքը թողնելու անհրաժեշտության, գալիք դատաստանի, Գալիլեայում քարոզող Մեսիայի մասին, և Հերովդեսին լսելիս, անհանգիստ, տատանվելով հոգոր հետաքրքրասիրության կյանքը փոխելու մերժման միջ։ Ինչու Անտիպասը պարզապես ազատ չէր արձակում նրան, որովհետև դա կնշանակեր հրապարակավ ընդունել, որ Հովհաննեսը ճիշտ էր, կնշանակեր ընդունել, որ իր ամուսնությունը Հերովդիադայի հետ մեղսալի էր, կնշանակեր դիմակայել սեփական կնոջ կատաղությանը։ Եվ նա պատրաստ չէր վճարել այդ գինը։ Ինչու նրան անմիջապես մահապատժի չէր ենթարկում, որովհետև վախենում էր ժողովրդի արձագանքից։ Մատթեոսի 14-րդ գլուխը հիշատակում է, որ Հերովդեսը ուզում էր սպանել նրան, բայց վախենում էր բազմությունից, որովհետև բոլորը Հովհաննեսին որպես մարգարե էին համարում, Հովհաննեսի ժողովրդականությունը նրա ժամանակավոր պաշտպանությունն էր։ Հովհաննեսը մնաց մի տեսակ անորոշության մեջ, բանտարկված, բայց ողջ լռեցված բազմությունների համար, բայց ոչ ոչնչացված, ընդունակ անհանգստացնելու Հերովդեսին մասնավոր զրույցներում, բայց անկարող հրապարակավ քարոզելու։ Հերովդիադան սպասում էր։ Եվ հնարավորությունը պիտի գար։ Մաքերոնի բերդը գտնվում էր մի մեկուսի բլրի գագաթին, Մեռյալ ծովի մակարդակից մոտ 1100 մետր բարձրության վրա, մի տարածաշրջանում, որն այսօր պատկանում է Հորդանանին։ Հերովդես մեծը կառուցել էր այդ տպավորիչ կառույցը որպես ամառային պալատի խիստ ռեժիմի բանտի համակցություն։ Տեղանքը ռազմավարական էր, Մաքերոնից հնարավոր էր տեսնել ամբողջ Մեռյալ ծովը, արմատյան ափը, որտեղ գտնվում էր Էնգադին, պարզ օրերին նույնիսկ Հրեաստանի լեռները հեռվում, ցանկացած բանակ, որը կմոտենար, կնկատվեր ժամեր առաջ, պարիսպները հաստ էին, աշտարակները բարձր, հասնելու միակ ճանապարհը զառիթափ ճանապարհն էր, որը հեշտությամբ պաշտպանվում էր։ Համալիրը ուներ երկու մաս, վերին տարածքում թագավորական սենյակներն էին, խճանկարներով զարդարված սենյակներ, հռոմեական ոճի սյուներ, խնջույքների համար նախատեսված տրիկլինիում, որը կարող էր տեղավորել տասնյակ հյուրերի, տաքացվող ջրով թերմալ բաղնիքներ, ներքին այգիներ, ստորին տարածքում գտնվում էին ջրամբարները, որոնք պահում էին անձրաջուրը, պաշարների պահեստները, բանտախցերը։
Այնտեղ Հովհաննեսը անցկացրեց իր կյանքի վերջին ամիսները։ Մատթեոսի ավետարանը պատմում է, որ բանտից Հովհաննեսը աշակերտներ ուղարկեց Հիսուսին մի հարց տալու. «Դու ես այն գալիքը, թե ուրիշին սպասենք»։ Ինչու Հովհաննեսը դա հարցրեց, միթե նա վկա չէր եղել Հիսուսի մկրտությանը, միթե չէր լսել երկնքի ձայնը, միթե չէր հռչակել ահա Աստծո գառը։ Ոմանք սա մեկնաբանում են որպես Հովհաննեսի անկեղծ կասկած բանտարկված մութ զնդանում, չիմանալով ողջ դուրս կգա թե ոչ, գուցե նա սկսել էր ամեն ինչ հարցականի տակ դնել, ուրիշները կարծում են, որ նա ուզում էր ամրապնդել իր սեփական աշակերտների հավատքը, նրանց հնարավորություն տալով պատասխանը լսել անմիջապես Հիսուսից, ոմանք էլ ենթադրում են, որ Հովհաննեսը սպասում էր ավելի քաղաքական Մեսիայի, ով կտապալեր անարդար կառավարիչներին ուժով կհաստատեր Աստծո թագավորությունը, շփոթված էր, որովհետև Հիսուսը այլ կերպ էր գործում։ Հիսուսի պատասխանը անուղղակի էր, բայց հստակ, նա պարզապես չասաց «այո, ես եմ» փող։ Արենը մատնանշեց ապացույցները։ Գնացեք պատմեք Հովհաննեսին այն, ինչ լսում եք տեսնում։ Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարանվում է, և երանի է նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով։ Սրանք հենց այն գործերն էին, որ Եսայի մարգարեն կանխագուշակել էր Մեսիայի մասին, Հիսուսն ասում էր. «Նայեք տեղի ունեցողին, հանեք ձեր սեփական եզրակացությունները»։ Հիսուսը նա հրապարակային գովեստի խոսք ասաց Հովհաննեսի մասին, հարցրեց բազմություններին, թե ինչ էին գնացել տեսնելու անապատում, քամուց շարժվող եղեք, նուրբ հագուստներով մարդ, ոչ, մարգարե, և մարգարեից ավելին, Հիսուսը մեջբերեց Մաղաքիային. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առջից, որը կպատրաստի քո ճանապարհը», և եզրակացրեց. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի հայտնվել։ Ավելի մեծ, քան Աբրահամը, ավելի մեծ, քան Մովսեսը, ավելի մեծ, քան Դավիթը, ավելի մեծ, քան Եղիան»։ Սա այն մարդն էր, ով փտում էր Մաքերոնի խցում ճշմարտությունն ասելու համար։ Եկավ Հերովդես Անտիպասի ծննդյան օրը։ Հելլենացված կառավարիչների ծննդյան խնջույքները շքեղ իրադարձություններ էին, որոնք կարող էին տել ամբողջ գիշեր, Իտալիայից Հունաստանից ներկրված գինիներ, մասնագիտացված խոհարարների կողմից պատրաստված մսեղեն, տապակած գառ, լցոնված թռչնամիս, Գալիլեայի ծովի ձկներ, թարմ չոր մրգեր, մեղր, ընկույզ, ձիթապտուղ, պալատի փռերից դուրս եկող թարմ հաց, երաժիշտներ, որոնք քնար սրինգ էին նվագում ամբողջ տոնակատարության ընթացքում։ Մարկոսի ավետարանը հստակեցնում է, թե ովքեր էին հյուրերը։ Հերովդեսի արքունիքի մեծամեծները, հազարապետները Գալիլեայի գլխավորները, դա տարածաշրջանի քաղաքական, ռազմական տնտեսական վերնախավի հավաքույթ էր, հզոր մարդիկ, սովոր պատերազմների ինտրիգների հավաքված, տոնելու կառավարչին ապահովելու իրենց սեփական շահերը։ Հյուրերը բազմում էին բազմոցներին ցածր սեղանների շուրջ, հռոմեական ոճով ստրուկները շրջում էին, մատուցելով ուտելիք լցնելով գավաթները, զրույցը անկասկած ներառում էր քաղաքականություն, լարվածությունը նապաթեացիների հետ, Հռոմի պահանջները, հարկերը, տարածաշրջանում պարբերաբար հայտնվող մեսիական շարժումները։ Խնջույքի որոշակի պահին Սալոմեն ներս մտավ պարելու։ Նա Հերովդիադայի դուստրն էր առաջին ամուսնուց, նրա ստույգ տարիքը նշված չէ ավետարաններում, բայց Մարկոսի կողմից օգտագործված հունարեն «Croatian» տերմինը հուշում է ամուսնության տարիքի երիտասարդ աղջկա մասին, հավանաբար 14-ից 17 տարեկան։ Ֆլավիոս Հովսեփոսը հիշատակում է, որ նա հետագայում ամուսնացել է չորրորդապետ Փիլիպոսի հետ, իր հորեղբոր, նրա մահից հետո Արիստոբուլոսի հետ, Հերովդեսյան ընտանիքի մեկ այլ անդամի։ Պարը չափազանց դուր եկավ Հերովդեսին նրա հյուրերին, պարի ստույգ տեսակը նկարագրված չէ, բայց այն պետք է լիներ բավական տպավորիչ չորրորդապետի կողմից արտակարգ արձագանք առաջացնելու համար։ Խնջույքների ժամանակ պարերը կարող էին տատանվել բարդ գեղարվեստական ներկայացումներից մինչ ավելի զգայական կատարումներ, այն փաստը, որ Սալոմեն պարել է ժամերով գինի խմող տղամարդկանց առջ, հուշում է մի մթնոլորտի մասին, որը հաստատ համեստ չէր։ Տարված պահի խանդավառությամբ, հնարավոր է գինու ավելցուկով, Հերովդեսը հրապարակային երդում տվեց. «Ինչ որ ուզես ինձնից, կտամ քեզ»։ Երիտասարդ աղջիկը անմիջապես չպատասխանեց։ Հերովդեսը պնդեց, Մարկոսը արձանագրում է, որ նա բազմիցս երդվեց. «Ինչ որ ինձնից ուզես, կտամ քեզ, մինչ իսկ իմ թագավորության կեսը»։ Դա չափազանցված արտահայտություն էր, ակնհայտորեն, չորրորդապետը չէր կարող տալ Հռոմին պատկանող տարածքի կեսը, բայց մտադրությունը պարզ էր։ «Ուզիր ինչ ուզում ես, ես կկատարեմ»։ Սալոմեն դուրս եկավ սրահից, գնաց խորհրդակցելու մոր հետ։ Հերովդիադան ամիսներ էր սպասել այս պահին։ Գուցե տարիներ։
Վերջապես նա հնարավորություն ուներ ոչնչացնելու այն մարդուն, ով իրեն հրապարակավ շուն էր անվանում, այն մարդուն, ում ձայնը արձագանքում էր նույնիսկ բանտից, այն մարդուն, ով ստիպում էր իր ամուսնուն շատ շփոթվել յուրաքանչյուր զրույցից հետո, այն մարդուն, ում նա ատում էր իր ամբողջ էությամբ։ Եվ հնարավորությունը եկավ կատարյալ կերպով, սեփական դստեր միջոցով, օգտագործելով մի երդում, որը չորրորդապետը չէր կարող դրժել առանց Գալիլեայի ամենակարող մարդկանց առջ իր դեմքը կորցնելու։ Պատասխանը եղավ անմիջապես. Հովհաննես Մկրտչի գլուխը։ Նա չխնդրեց հարազատի ազատություն, չխնդրեց զարդեր, չխնդրեց հողեր, նա խնդրեց մի գլուխ։ Սալոմեն վազելով վերադարձավ սրահ, հունարեն տեքստը ցույց է տալիս շտապողականություն, նա շտապով ներս մտավ, ասում է Մարկոսը, նա չէր ուզում Հերովդեսին ժամանակ տալ երկրորդ անգամ մտածելու, չէր ուզում ռիսկի դիմել, որ նա կփոխի իր միտքը կամ երդումից խուսափելու ճանապարհ կգտնի։ Ուզում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հենց հիմա։ Սկուտեղի վրա։ Պահանջը կոնկրետ էր, տեսանելի, անհնարին վերամեկնաբանելու կամ հետաձգելու համար։ Պահանջը Հերովդես Անտիպասին դրեց անհնարին դրության մեջ։ Մի կողմից նա գիտեր, որ Հովհաննեսը անմեղ էր, նա երբեք ոչ մի հանցանք չէր գործել, նրա միակ հանցանքը չորրորդապետի ամուսնության մասին ճշմարտությունն ասելն էր, Հերովդեսը սիրում էր զրուցել նրա հետ, ճանաչում էր նրա սրբությունը։ Վախենում էր Մարգարեին սպանելու հոգոր հետանքներից։ Իսրայելի պատմությունը լի էր թագավորների օրինակներով, ովքեր տառապել էին Աստծո պատգամաբերներին հալածելու համար։ Մյուս կողմից նա հենց նոր հրապարակային երդում էր տվել, որը մի քանի անգամ կրկնել էր տարածաշրջանի ամենակարող մարդկանց առջ, զինվորական հրամանատարներ, արքունի պաշտոնյաներ, քաղաքացիական առաջնորդներ, բոլորը լսել էին խոստումը, բոլորը սպասում էին տեսնել, թե ինչպես չորրորդապետը կկատարի իր խոսքը, երդումը դրժելը կդիտվեր որպես թուլություն, անկայունություն, պատվի պակաս, մի աշխարհում, որտեղ հեղինակությունը նշանակում էր ամեն ինչ, խոսքից հետ կանգնելը կարող էր կործանել նրա քաղաքական հեղինակությունը։ Եվ կար նա Հերովդիադան, նրա կինը, այն կինը, հանուն որի նա լքել էր Նաբաթեացի թագավորի դստերը, այն կինը, ում ատելությունը Հովհաննեսի նկատմամբ անողոք էր, խնդրանքը մերժելը կնշանակեր ուղղակիորեն դիմակայել նրան։ Մարկոսի ավետարանը օգտագործում է մի կոնկրետ հունարեն բառ, նկարագրելու Հերովդեսի վիճակը այդ պահին, Pyrrhilippos։ Խորապես տխուր, տագնապած, հոշոտված։ Բայց տխրությունը բավարար չեղավ նրա որոշումը փոխելու համար։ Երդումների հյուրերի պատճառով Անտիպասը չուզեց մերժել, հրապարակային պատիվը ավելի ծանր կշռեց, քան արդարությունը, հզորների կարծիքի վախը հաղթեց անմեղի նկատմամբ հարգանքին։ Հերովդեսը անմիջապես ուղարկեց թիկնապահներից մեկին, Meat Speculator պաշտոնական դահիճի տեխնիկական տերմինը, հրամայելով բերել Հովհաննեսի գլուխը։ Դահիճը իջավ բերդի ստորին մակարդակները։ Անցավ ջահերով թույլ լուսավորված քարե միջանցքներով, անցավ պահակների կողքով, ովքեր հավանաբար չգիտեին, թե ինչ է պատրաստվում տեղի ունենալ, հասավ այն խցին, որտեղ Հովհաննեսը բանտարկված էր։ Ինչ մտածեց Մարգարեն, երբ տեսավ սրով ներս մտնող զինվորին, ավետարանները չեն արձանագրում, մենք չգիտենք, եղել են վերջին խոսքեր, չգիտենք, Հովհաննեսը ժամանակ ունեցավ աղոթելու, չգիտենք, նա դիմադրեց թե լուր ընդունեց։ Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ զինվորը կատարեց հրամանը։ Հովհաննես Մկրտչի գլուխը անջատվեց մարմնից։ Րոպեներ անց այն մետաղյա սկուտեղի վրա տարվում էր նույն միջանցքներով, հիմա արդեն հակառակ ուղղությամբ, բարձրացավ աստիճաններով, անցավ ավելի շատ պահակների կողքով, մոտեցավ այն սրահին, որտեղ ազնվականները դեռ գինի էին խմում, խոսում քաղաքականության ու գործերի մասին։ Դուռը բացվեց։ Զինվորը ներս մտավ, գրելով սկուտեղը։ Այն լռությունը, որ պիտի տիրեր այդ սրահում, դժվար է պատկերացնել, նույնիսկ բռնությանը սովոր տղամարդիկ, հրամանատարներ, ովքեր արդեն տեսել էին մարտեր, պաշտոնյաներ, ովքեր արդեն հրամայել էին մահապատժներ, պետք է որ ցնցված լինեին, տեսնելով դա ծննդյան խնջույքի կեսին։ Սալոմեն ստացավ սկուտեղը։ Եվ այն հանձնեց մորը։ Հերովդիադան վերջապես ունեցավ այն, ինչ ուզում էր, այն մարդը, ով իրեն մեղադրում էր, մեռած էր, այն բերանը, որը հռչակում էր, քեզ օրինավոր չէ, ընդմիշտ լռեցված էր։ Կամ այդպես էր նա կարծում։ Եթե Հովհաննես Մկրտչի քաջությունը դիպչում է ձեզ այս պահին, եթե այս պատմությունը խոսում է ճշմարտությունների մասին, որոնք պետք է ասվեն նույնիսկ երբ դրանք թանկ են նստում, գոյություն ունի ավելի խորը գնալու ճանապարհ, Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը, թվային գիրքը բացահայտում է, թե ինչ տեղի ունեցավ հետո։
Ինչպես նա, ում համար Հովհաննեսը պատրաստեց ճանապարհը, դիմակայեց նույն համակարգին, նույն տեսակի իշխանությանը փոխեց ամեն ինչ։ Ուղղեք հեռախոսի տեսախցիկը էկրանին գտնվող կոդին մուտք գործեք հիմա, կամ բացեք տեսանյութի նկարագրությունը սեղմեք հղմանը, յուրաքանչյուր մուտք օգնում է այս ալիքը կենդանի պահել։ Հովհաննեսի աշակերտները իմացան տեղի ունեցածի մասին, հավանաբար լուրը ստացան պալատի ծառաներից կամ պահակներից, ովքեր սարսափած էին տեսարանից, նրանք եկան Բերդ, թույլտվություն ստացան վերցնելու գլխատված մարմինը, կատարեցին թաղումը իրենց վարպետին վայել պատվով։ Հետո գնացին պատմելու Հիսուսին։ Մատթեոսի ավետարանը արձանագրում է արձագանքը։ Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով առանձնացավ մի ամայի վայր, նա ուզում էր մենակ մնալ, այն մարդը, ով պատրաստել էր իր ճանապարհը, Մարգարեն, ով մկրտել էր իրեն Հորդանանում, իր ազգականը ըստ մարմնի, Եղիսաբեթի Մարիամի միջոցով, մեռած էր։ Արագորեն մահապատժի ենթարկված մի վախկոտ կառավարչի կողմից, ով քաջություն չունեցավ հակառակվելու իր վրեժխնդիր կնոջը։ Բայց Հիսուսը չկարողացավ մենակ մնալ, բազմությունները իմացան, թե ուր էր նա գնացել, հետեցին նրան ոտքով, շրջանցելով լիճը, երբ Հիսուսը ափ դուրս եկավ, տեսավ այդ կարիքավոր մարդկանց, հիվանդներին, տառապյալներին, մոլորվածներին, ինչպես ոչխարներ առանց հովվի, գթած նրանց։ Բժշկեց հիվանդներին։ Եվ հենց այդ նույն օրը կատարեց հացերի բազմացումը, որը կերակրեց 5000 տղամարդու, բացի կանանցից երեխաներից, հավանաբար ընդհանուր 15 կամ 20,000 մարդ, կերակրված 5 հացով 2 ձկով։ Հովհաննեսի մահը չընդհատեց Հիսուսի նախարարությունը։ Ընդհակառակը, նույն Աստվածը, ով թույլ տվեց, որ իր մարգարեն մեռնի բանտում, տխրությունը վերածեց հրաշքի, կորուստը բազմացման։ Հովհաննեսի մահվան քաղաքական հետանքները մի քանի տարի տեցին լիովին դրսևորվելու համար, բայց դրանք կործանարար էին Անտիպասի համար։ Արետասևը, Նապաթեացի թագավորը, ում հպարտությունը վիրավորվել էր, երբ իր դուստրը նվաստացվել էր, վերջապես պատերազմ սկսեց չորրորդապետի դեմ, հակամարտությունը տեղի ունեցավ մոտավորապես Քրիստոսից հետո 36 թվականին, Հովհաննեսի մահապատժից մոտ 7 տարի անց, պաշտոնապես վեճը Գամալայի շրջանի տարածքային սահմանների մասին էր, բայց բոլորը գիտեին, որ իրական դրդապատճառը վրեժխնդրությունն էր ամուսնալուծության համար։ Ճակատամարտը աղետալի էր Անտիպասի համար, նրա բանակը ամբողջությամբ ոչնչացվեց, պարտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ չորրորդապետը ստիպված եղավ շտապ պատգամաբերներ ուղարկել Հռոմ, խնդրելով, որ Տիբերիոս կայսրը ռազմական միջամտություն ցուցաբերի նապաթեացիների դեմ։ Տիբերիոսը հրամայեց Վիտելիոսին, ասորիքի կառավարչին, իր լեգիոններով արշավել Արետասի դեմ, բայց նախքան արշավանքի իրականացումը, կայսրը մահացավ, նրա հաջորդը Կալիգուլան չեղարկեց գործողությունը, Արետասը մնաց անպատիժ։ Փլավիոս Հովսեփոսը, գրելով տասնամյակներ անց, նշում է մի ուշագրավ բան, նա ասում է, որ որոշ հրեաներ այս ռազմական պարտությունը մեկնաբանեցին որպես աստվածային պատիժ Հովհաննես Մկրտչի մահվան համար, պատմաբանի բառերով. Աստված ուզեց պատժել Հերովդեսին Հովհաննեսին մահապատժի ենթարկելու համար, որը մի բարի մարդ էր։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր Հովհաննեսի հետորդները չէին, նրա մեջ տեսնում էին արդար մարդու, եւ հավատում էին, որ նրա արյունը արդարություն էր աղաղակում։ Բայց Անտիպասի խնդիրները չավարտվեցին ռազմական պարտությամբ։ Տարիներ անց Հերովդիադան դարձյալ պիտի դառնար նրա կործանման պատճառը։ Նրա եղբայրը Ագրիպասը մեծացել էր Հռոմում կապեր հաստատել կայսերական ընտանիքի հետ, երբ Կալիգուլան դարձավ կայսր 37 թվականի մարտին, Ագրիպասին շնորհեց թագավորի տիտղոս զգալի տարածքներ, ներառյալ այն շրջանները, որոնք նախկինում պատկանում էին չորրորդապետ Փիլիպոսին, ով մահացել էր առանց ժառանգների։ Հերովդիադան կատաղեց։ Ինչպես թե իր սեփական եղբայրը ստանում էր թագավորի տիտղոս, մինչդեռ իր ամուսինը շարունակում էր մնալ ընդամենը չորրորդապետ, ինչպես Ագրիպասը, ով տարիներ առաջ պարտապան էր, փախչելով վարկատուներից, հիմա թագ ու տարածքներ էր ցուցադրում։ Նա համոզեց Անտիպասին մեկնել Հռոմ, կայսրից խնդրելու նույն թագավորական տիտղոսը, Անտիպասը սկզբում դիմադրեց։ Նա 70 անց էր, կառավարել էր 4 տասնամյակ, խնդիրներ չէր ուզում, բայց Հերովդիադան պնդեց։ Ճանապարհորդությունը մահացու պիտի լիներ։ Ագրիպասը, իմանալով Փեսայի մտադրությունների մասին, նամակներ ուղարկեց Կալիգուլային, մեղադրելով Անտիպասին դավադրության մեջ, նա պնդեց, որ չորրորդապետը պահեստավորել էր բավականաչափ զենք 70,000 զինվոր զինելու համար, երբ Անտիպասը հասավ Հռոմ, թագ սպասելով, հանդիպեց դավաճանության մեղադրանքների։ Կալիգուլան ուղղակիորեն հարցրեց զենքերի մասին, Անտիպասը չկարողացավ հերքել, որ դրանք գոյություն ունեին, կայսրը առանց վարանելու գահազրկեց չորրորդապետին, բռնագրավեց նրա գույքը, նրան աքսորեց Գալիա, մի ցուրտ հեռավոր տարածաշրջան, որն այսօր Ֆրանսիան է։
Հերովդիադան կարող էր խուսափել աքսորից, Կալիգուլան, հարգելով Ագրիպասին, առաջարկեց ներել նրան թույլ տալ վերադառնալ Հրեաստան, բայց նա մերժեց, ասաց, որ կիսել է ամուսնու բարգավաճումը, հիմա կկիսի նա նրա դժբախտությունը։ Երկուսը միասին մեկնեցին աքսոր։ Մահացան Գալիայում, հեռու այն հողից, որը կառավարում էին, զրկված իշխանությունից, հարստությունից, ազդեցությունից։ Այն սկուտեղը, որ Հերովդիադան ստացավ այդ գիշեր, նրան խաղաղություն չբերեց, միայն ավելի շատ տարիների ինտրիգներ, մի կորսված պատերազմ, նվաստացում սեփական եղբոր արջ վերջնական աքսոր կայսրության բարբարոսական նահանգում։ Իսկ ինչ եղավ Մաքերոնը։ Բերդը, որտեղ Հովհաննեսը մահապատժի ենթարկվեց, շարունակեց օգտագործվել որպես ռազմական դիրք քաղաքական բանդ։ Հաջորդ տասնամյակների ընթացքում, Հռոմի դեմ հրեական մեծ ապստամբության ժամանակ, որը սկսվեց Քրիստոսից հետո 66 թվականին, Մաքերոնը հրեական դիմադրության վերջին հենակետերից մեկն էր։ Այնտեղ ապաստանած ապստամբները ամիսներ շարունակ դիմադրեցին հռոմեական պաշարմանը, դիրքը գրեթե անառիկ էր, ջրամբարների ջուրը, պահեստավորված պաշարները, պարիսպները, որոնք թվում էր, թե աճում են անմիջապես ժայռից, բայց ի վերջո իրավիճակը դարձավ անկայուն։ Հրեաները բանակցեցին հանձնվելու շուրջ, իրենց կյանքը փրկելու դիմաց։ Հռոմեացիները քանդեցին Բերդը։ Այսօր Հորդանանյան այդ բլրի գագաթին միայն ավերակներ են մնացել, հնագետները նույնականացրել են պալատի, պարիսպների, ջրամբարների տրիկլինիումի մնացորդները, որտեղ հավանաբար տեղի է ունեցել ճակատագրական խնջույքը։ Զբոսաշրջիկները երբեմն այցելում են այդ վայրը, նայելով հեռվում գտնվող Մեռյալ ծովին, փորձելով պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ 2000 տարի առաջ։ Այն քարերը, որոնք տեսել են Հովհաննեսի մահը, դեռ գոյություն ունեն։ Բայց դրանք ընդամենը լուռ քարեր են անապատում։ Հովհաննես Մկրտչի հիշատակը, սակայն, բոլորովին այլ բան է։ Նա հայտնվում է բոլոր 4 ավետարաններում որպես կենտրոնական կերպար Հիսուսի նախարարության նախապատրաստման մեջ, հիշատակվում է Գործք առաքելոցի առաջին գլխում, երբ առաքյալները հիշում են Հովհաննեսի մկրտությունը որպես մեկնարկային կետ։ Պատմաբան Հովսեփոսը խոսում է նրա մասին քրիստոնեական աղբյուրներից անկախ, հաստատելով նրա պատմական գոյությունը, նրա կարողությունը այն ժամանակվա հրեաների համար։ Վաղ եկեղեցին պատվել է Հովհաննեսին որպես մարտիրոս առաջին դարերից սկսած, նրա ծնունդը տոնվում է հունիսի 24-ին, նրա գլխատումը հիշվում է օգոստոսի 29-ին, տասնյակ երկրներում նրա անունով տաճարներ են կառուցվել։ Արվեստագետները հարյուրավոր անգամներ նկարել են նրա պատմությունը, ավետումը Զաքարիային, Մարիամի հանդիպումը Եղիսաբեթի հետ, Հիսուսի մկրտությունը Հորդանանում, քարոզը անապատում, Սալոմեի պարը, գլխատումը, գլուխը սկուտեղի վրա։ Բայց այս ամենից ավելի կարևոր է այն, որ Հովհաննեսի ուղերձը անփոփոխ գոյատեց։ Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ահա Աստծո գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Քեզ օրինավոր չէ ունենալ քո եղբոր կնոջը։ Այս խոսքերը շարունակում են ընթերցվել, շարունակում են քարոզվել, շարունակում են մարդկանց կանչել ապաշխարության, շարունակում են մատնանշել Հիսուսին։ Հերովդիադան կարողացավ լռեցնել Հովհաննեսի ֆիզիկական բերանը, բայց չկարողացավ լռեցնել նրա ուղերձը։ Իսկ ինքը, Հիսուսը, ինչպես էր նա տեսնում Հովհաննեսին նրա մահից հետո։ Հիսուսի նախարարությունը շարունակվեց Գալիլեայում, նույն այն տարածաշրջանում, որը կառավարվում էր Անտիպասի կողմից, նա բժշկեց հիվանդներին, հանեց դերին, ուսուցանեց բազմություններին, կրթեց աշակերտներին, նրա համբավը այնքան աճեց, որ հասավ հենց չորրորդապետի ականջին։ Հերովդեսի արձագանքը արձանագրված է Մարկոսի 6-րդ գլխում։ Հովհաննեսը, ում ես գլխատեցի, հարություն է առել։ Կարդացեք սա նորից։ Այն մարդը, ով հրամայել էր մահապատժի ենթարկել, հիմա տանջվում էր այն մտքից, որ իր զոհը վերադարձել էր մեռելներից, ուրիշներն ասում էին, որ Հիսուսը Եղիան է, մարգարեն, ով դարեր առաջ երկինք էր համբարձվել, ոմանք ենթադրում էին, որ հին մարգարեներից մեկն է հարություն առել, բայց Հերովդեսը պնդում էր, դա Հովհաննեսն է։ Ինչո՞վ։ Որովհետև մեղքի զգացումը նրան հանգիստ չէր տալիս, որովհետև այն զրույցները, որ նա ունեցել էր Հովհաննեսի հետ բանտում, շարունակում էին արձագանքել նրա մտքում, որովհետև նա գիտեր, որ սպանել էր մի արդար մարդու, վրեժխնդիր կնոջը հաճոյանալու հարբած հյուրերին տպավորելու համար։ Ղուկասը ավելացնում է, որ Հերովդեսը ձգտում էր տեսնել Հիսուսին, ոչ թե անպայման նրան բանտարկելու համար, այլ գուցե հաստատելու, թե արդյոք նա իսկապես հարություն առած Հովհաննեսն էր, կամ պարզապես հիվանդագին հետաքրքրասիրությունից դրդված։ Երբ Հիսուսը վերջապես բանտարկվեց իր խաչելության նախորդ գիշերը, տեղի ունեցավ մի նշանակալի բան։
Պիղատոսը, Հրեաստանի հռոմեացի կառավարիչը, հարցաքննության ժամանակ պարզեց, որ Հիսուսը գալիլեացի է, դա նշանակում էր, որ նա տեխնիկապես գտնվում էր Հերովդես Անտիպասի իրավասության ներքո, ով այդ շաբաթ Երուսաղեմում էր, զատիկը տոնելու համար։ Պիղատոսը հնարավորություն տեսավ ազատվելու քաղաքական խնդրից, նա Հիսուսին ուղարկեց չորրորդապետի մոտ։ Ղուկասի ավետարանի 23-րդ գլուխը արձանագրում է հանդիպումը. Հերովդեսը շատ ուրախացավ, տեսնելով Հիսուսին, վաղուց էր ցանկանում տեսնել նրան, որովհետև լսել էր նրա մասին հույս ուներ ինչ-որ հրաշքի ականատես լինել։ Չորրորդապետը շատ հարցեր տվեց։ Հիսուսը ոչ մեկին չպատասխանեց։ Կատարյալ լռություն։ Այն նույն կառավարիչը, ով այնքան անգամ զրուցել էր Հովհաննեսի հետ բանտում, լսելով ապաշխարության աստվածային արդարության գալիք Մեսիայի մասին, հիմա չէր կարողանում մի բառ անգամ կորզել այդ Մեսիայից։ Հովհաննեսը շատ էր խոսել, կորցրել էր գլուխը։ Հիսուսը ոչինչ չասաց։ Կոնտրաստը ցնցող է, Հովհաննեսը դատապարտեց, հռչակեց, դիմակայեց, Հիսուսը լուր մնաց ինչպես ոչխարը խուզողների առջ, կատարելով Եսայի մարգարեի 56-րդ գլխի մարգարեությունը։ Հերովդեսը նրա զինվորները արամարանքով վերաբերվեցին Հիսուսին, նրան շքեղ հագուստ հագցրին որպես ծաղրանքի նշան, կարծես ասելով. Դու ուզում ես թագավոր լինել, ահա քո թագավորական զգեստը, հետո նրան հետ ուղարկեցին Պիղատոսի մոտ։ Ղուկասը մի հետաքրքիր դիտարկում է անում։ Այդ օրը Հերովդեսը Պիղատոսը ընկերացան, նախկինում նրանք թշնամիներ էին, հավանաբար իրավասության հպարտության հարցերի պատճառով, բայց Հիսուսին դատելու համատեղ փորձը նրանց մտերմացրեց։ Սակայն նրանցից ոչ մեկը քաջություն չունեցավ ազատ արձակելու անմեղին։ Պիղատոսը տեղի տվեց բազմության ճնշմանը։ Հերովդեսը արդեն տեղի էր տվել տարիներ առաջ, իր ծննդյան խնջույքի ժամանակ։ Օրինաչափությունը կրկնվեց։ Հովհաննես Մկրտչի պատմությունը միայն հին քաղաքականության կամ թագավորական ընտանիքի սկանդալների մասին չէ, այն մի բանի մասին է, որն անցնում է բոլոր դարաշրջաններով, խոսում է յուրաքանչյուր սերնդի հետ։ Ճշմարտությունն ասելը գին ունի։ Հովհաննեսը գիտեր դա, երբ բացեց բերանը Հերովդեսին դատապարտելու համար, գիտեր, որ չէր քննադատում սովորական քաղաքացու, այլ տարածաշրջանի կառավարչին, գիտեր, որ Հերովդիադան վրեժխնդիր էր անողոք, գիտեր, որ բանտերը գոյություն ունեն անհանգստացնող ձայները լռեցնելու համար, գիտեր, որ արագ մահապատժները տեղի էին ունենում հզորների քմահաճույքով։ Այնուամենայնիվ, նա խոսեց։ Ինչո՞վ։ Որովհետև որոշ ճշմարտություններ պետք է ասվեն անկախ հետանքներից, որովհետև հավատարմությունը Աստծուն ավելի կարևոր է, քան անձնական անվտանգությունը, որովհետև մարգարեն գոյություն չունի հզորներին հաճոյանալու համար, այլ իր ստացած պատգամը փոխանցելու համար։ Որովհետև լռությունը մեղքի առջ հանցակցություն է։ Հովհաննեսը կարող էր սահմանափակվել ընդհանուր ապաշխարության մասին քարոզելով, կարող էր վերացական եզրույթներով խոսել արդարության անհրաժեշտության մասին, կարող էր կենտրոնանալ միայն Մեսիայի ճանապարհը պատրաստելու վրա, առանց նուրբ քաղաքական հարցերի մեջ մտնելու, կարող էր պահպանել իր կյանքը։ Բայց նա հասկացավ, որ ապաշխարության ուղերձը պետք է լիներ կոնկրետ, որոշակի, կիրառելի, այն պետք է հասներ բոլորին, ներառյալ նրանց, ովքեր ուժ ունեին իրեն ոչնչացնելու։ Իսկ դուք կա, որ է ճշմարտություն, որից դուք խուսափել եք խոսել, որ է իրավիճակ, որտեղ լռությունը ավելի ապահով է թվում, քան խոսքը, որ է պահ, երբ հարմարավետությունը հաղթել է համոզմունքին, որ է հարաբերություն, որտեղ դուք նախընտրում եք պահպանել արհեստական խաղաղությունը, քան դիմակայել այն ամենին, ինչը սխալ է։ Հովհաննեսը գերմարդ չէր, նա ուներ իր կասկածները բանտում, աշակերտներ ուղարկեց Հիսուսին հարցնելու, թե արդյոք նա իսկապես Մեսիան էր, թե պետք էր ուրիշին սպասել, նրա հավատքը փորձվեց խոնավ խցի մթության մեջ, հեռու այն բազմություններից, որոնք նախկինում հետում էին նրան, չիմանալով, արդյոք նորից կտեսնի արը։ Բայց նա չուրացավ իր ուղերձը։ Հետ չկանգնեց այն ամենից, ինչ ասել էր Հերովդեսի մասին։ Ներողություն չխնդրեց ազատություն ստանալու համար։ Չսակարկեց իր խիղճս մի քանի տարի ապրելու համար։ Նա մեռավ, պահելով իր խոսքը։ Հովհաննես Մկրտիչը մեռավ բանտում, գլխատված մի վախկոտ կառավարչի հրամանով, ով ավելի շատ վախենում էր իր հյուրերի կարծիքից, քան Աստծո արդարությունից, նրա մարմինը թաղվեց աշակերտների կողմից, Հերովդիադան ստացավ իր վրեժը։ Անտիպասը պահեց իր խոսքը ազնվականների առջ։ Բայց պատմությունը այնտեղ չի ավարտվում։ Մի քանի ամիս անց Հիսուս Նազովրեցին, նա, ում Հովհաննեսը Մկրտել էր հռչակել որպես Աստծո գառ, պիտի շարունակեր նույն ուղերձը, նույն կոչը ապաշխարության, նույն դիմակայությունը հզորներին, նույն մերժումը ճշմարտության հարցում զիջումների գնալու։
Եվ հենց ինքը Հերովդես Անտիպասը, լսելով Հիսուսի հրաշքների մասին, պիտի տանջվեր մեղքի զգացումից, ասելով. «Սա Հովհաննես Մկրտիչն է, հարություն է առել մեռելներից»։ Մարգարեի ձայնը շարունակում էր արձագանքել նրա խղճի մեջ, ով փորձեց այն ընդմիշտ լռեցնել։ Այսօր, 2000 տարի անց, Մաքերոնը ընդամենը ավերակ է Հորդանանյան անապատում, ընկած քարեր այնտեղ, որտեղ նախկինում պարիսպներ էին, լռություն այնտեղ, որտեղ նախկինում խնջույքներ էին, Հերովդեսյան դինաստիան ամբողջությամբ անհետացել է։ Ոչ մի սերունդ ոչինչ չի կառավարում։ Հռոմեական կայսրությունը, որը հավերժական էր թվում, կործանվեց ավելի քան 1500 տարի առաջ, բայց Հովհաննես Մկրտչի անունը կենդանի է մնում յուրաքանչյուր ընթերցված ավետարանում, յուրաքանչյուր տոնվող մկրտության մեջ, յուրաքանչյուր մարդու մեջ, ով ընտրում է ասել ճշմարտությունը, նույնիսկ երբ գինը չափազանց բարձր է թվում։ Անապատում կանչողի ձայնը շարունակում է հնչել. «Դուք մինչ այստեղ հետեցիք մի մարդու պատմությանը, ով չլռեց իշխանության առջ, ով ընտրեց ճշմարտությունը, նույնիսկ իմանալով գինը, ով պատրաստեց ճանապարհը նրա համար, ով պիտի փոխեր ամեն ինչ։ Հիմա ես ուզում եմ ձեզ հրավիրել մի քայլ առաջ գնալու»։ Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը, թվային գիրքը ձեզ ցույց կտա, թե ինչ տեղի ունեցավ հետո, նրա վերջին խոսքերը, ում Հովհաննեսը ավետեց, այն պահը, երբ փրկագնության ամբողջ պատմությունը կենտրոնացավ Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող մի խաչի վրա։ Մուտք գործելու համար վերցրեք ձեր հեռախոսը հիմա, բացեք տեսախցիկը, ուղղեք էկրանին հայտնվող քառակուսի կոդին, հղումը ավտոմատ կերպով կհայտնվի։ Պարզապես սեղմեք դրա վրա, դուք անմիջապես մուտք կունենաք, եթե հեռախոսով եք դիտում այս տեսանյութը, սեղմեք վերնագրի կամ ավելին բառի վրա, նկարագրությունը բացելու հղումը այնտեղ գտնելու համար։ Համակարգչով կամ հեռուստացույցով հղումը անմիջապես տեսանյութի տակ է, պարզապես սեղմեք։ Երբ դուք մուտք եք գործում այս նյութին, դուք աջակցում եք այս ալիքին շարունակելու բերել բովանդակություն, որը խորացնում է հավատքը, բացահայտում աստվածաշնչյան ճշմարտություններ, որոնք շատերը չգիտեն։ Մուտք գործեք հիմա, և թողեք մի ամեն մեկնաբանություններում, որպեսզի ես իմանամ, որ այս ուղերձը դիպել է ձեր սրտին։